Բահը ձեռքներից չեն գցում Չարենցավանցիները։ Փորձում են ազատագրել մայթերը սառույցից։ Չարենցավանը շատ լավ վիճակ է, այսպես սարեր են սարքում, մտամ հայկական քայլերը սարերը պակասել է, նոր սարեր ենք սարքում, ծիրուն չի։ Համարյա Սիբիրին հասել եք, ընդեղել են ցույց տալիս, որ ձյունը եկել է 3 հարկի չափ գնացել է, սա մի քիչ որ սպասեք, մեզ մտել է կատարվել։ Ինչպես Սիբիրում, Չարենցավանում էլ կյանքը դժվար է ձմռանը, հատկապես թոշակով ապրողների համար։ 39,000 թոշակ եմ ստանում։ Դե արի 39,000 դրամով տունդ տաքացրու, կոմունալներդ վճարիր ու սոված մի մնա։ Սոված ֆրֆռում եմ, միջև մտնեմ։ Այս թոշակառուները ուղղակի կոպիտ ասած, թանիած կցեն կանալը պրծնեն էլի։ Ես մարդ գիտեմ հաշ չեն ուտում։ Թոշակառուն չի կարալ, վարստա, Չարենցավանը ցուրտ գոտի է։ Չի կարա վարստա, մենակ 40,000 գազ են տալի, հոսանք են տալի։ Ընդդե կոմունալների կեսը չեն կարան փակել, ոնց կարան ապրել։ Գոնե թոշակառուներին մի քիչ առաջընթաց տա։ Ջուրը, զիբիլը, տանվարձը 7, գազը, հոսանքը 70,000։ Ինչքան տալիս է 36,000, այդքանը պիտի դնեն վրեն, որ ես մենակ իր Փաշինյանի պարտքերը տամ։ Պատկերացնում ես, քան հրը չեմ ասում, պետք է հաց ուտես։ Անverջ են ծախսերը, իսկ փողը մի շնչով վերջանում է։ Մի դեղատուն մտնես հերիք է, որ գրպանդ դատարկվի։ Դե մենակ ապրող եմ, ամեն ինչու թանկ ու կրակ, չես կարող առնես, մի բան չես կարող առնել։ Ձուն ասեն 70-80, նոր տարվան եղել 90 դրամ։ Շաբաթը մի անգամ, գոնե ամիսը մի անգամ մի հատ միս, մի բան չառնես, տանդ մեջ էփես ուտես։ Դեղերը վիրաշ երիք չանում, տարի երկու անգամ հիվանդան սպարկում եմ, լրև փողովը։ Ինչ խնդիր ունեք։ Լրև, սիրտը, բանը։ Ստենտավորած, Հա, հիմա այդ փող, տրանտոված փողը ոնց կապրեմ։ Եթե նորմալ ասենք մարդավար է ապրել, 60-70,000 պետք է, որ կարողանաս տունը ջեռացնես։ Տեղ հաց կա, ջուր կա։ Այսինքն, եթե թոշակը 10-20,000 դրամով էլ բարձրանա, մի քանի ցավի դուր հաստատ կկարողանան փակել, պնդում են թոշակառուները, այդպես էլ չհասկանալով Փաշինյանի վստահությունը, թե 10,000 դրամը բան չի փոխի թոշակառուի կյանքում։ Լավ, թոշակառուների թոշակ ամսական 11,000 դրամով, 11,000 դրամով կամ 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառուն։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ Պայրանը թո պակասցնի, որ իմանայ պակասը ինչ է, էլի։ Ինքը մնա նուրը ծախսում, մերն էլ այդ 10 մանետը, թո ցանկացած մարդ էլ կար այդ 10 ռուբլին օգտագործի։ Թող տա, բայց շատ կմա տալիս է, հա։ Փաշինյանը միայն իր թիմակիցներին է տալիս։ Նկատել են Չարենցավանցիներն ու գլխի ընկել ինչի համար։ Ստանում են, որ իր օգտին քվյարկեն։ Էտա։ Անդրանիկը, մեզ զորավար Անդրանիկ ասավ, եթե գլուխը դնում ես բարձին քննես, մի քիչ այդ ազգիտ մասին մտածի։ Լիլիթ Գասպարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։